2016 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացավ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը Կոլումբիայում հակամարտության կարգավորման ուղղված ջանքերի համար։ The Norwegian Nobel Committee has decided to award the Nobel Peace Prize for 2016 to Colombian President Juan Manuel Santos. Այս մասին քիչ առաջ հայտարարել է նորվեգական Նոբելյան կոմիտեի նախագահ Կարին Սիսիլե Կուլման Ֆիֆեն։ Խաղաղության մրցանակը շնորհվում է Մանուել Սանտոսին ավելի քան 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը ավարտին հասցնելուն ուղղված ջանքերի համար, նշվում է պաշտոնական փաստաթղթում։ Կոլումբիայի 65-ամյա նախագահը միակն է, ում հաջողվեց ավելի քան 220,000 մարդու կյանք խլած ու միլիոնավոր մարդկանց փախստական դարձրած պատերազմին վերջ դնել։ Ուղիղ 2 շաբաթ առաջ Մանուել Սանտոսը և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը ստորագրեցին պատմական համաձայնագիրը, որով հիմք դրվեց երկրում խաղաղ գործընթացներին։ Համաձայն գործարքի պայմանների զինված խմբավորումը հրաժարվում է զինված պայքարից ու դառնում քաղաքական կուսակցություն, որը կարող է մասնակցել 2018-ի ընտրություններին։ Հոկտեմբերի 3-ին, սակայն Կոլումբիայում տեղի ունեցած հանրաքվեին քաղաքացիների մեծամասնությունը անսպասելիորեն մերժեց նախագահի խաղաղարար ջանքերը, թեև սոցիոլոգները վստահորեն հայտարարում էին, որ համաձայնագիրը մեծ աջակցություն է վայելում կոլումբիացիների շրջանում։ Հանրաքվեին ոչի հաղթանակից հետո էլ երկրի նախագահը չընկճվեց, հայտարարելով, թե հրադադարը պետք է պահպանվի, ինչպես նաև խոստանալով մինչև իր նախագահության վերջին վայրկյանը շարունակել խաղաղության համար պայքարը։ Նոբելյան խաղաղության 97-րդ մրցանակին արժանացած Մանուել Սանտոսը ընտրվել է հարյուրավոր թեկնածուներից կազմված ցանկից։ Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի համար այս տարի առաջադրվել էին ռեկորդային թվով 376 թեկնածություններ, 228 անձ և 148 կազմակերպություն։